Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասում, ընդ որում ինչու եմ սա մեջ բերում, որովհետեւ այս մրցութային գործընթացը տեղի է ունեցել բարձրագույն կրթության եւ գիտության նախորդ օրենքի պայմաններում, այսինքն գիտենք, որ նոր օրենքը ընդունվել է, բայց այստեղ խոսում ենք մինչեւ այդ իրականացված մրցութային գործընթացի մասին։ Օրենքով ամրագրված է, որ հանրային բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիր է ստորագրվում եւ դա տեղի է ունենում հիմնադրի կողմից ընտրության արդյունքները հաստատվելուց հետո Վանաձորի պետական համալսարան հիմնադրամի կանոնադրության համաձայն համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, հետեւաբար կառավարությունը պետք է հաստատի ընտրության արդյունքները։ Կանոնադրության համաձայն ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահասային քաղաքացին, որը ունի գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժ, կանոնադրության համաձայն հայտարարվել է մրցույթ, որը տեղի է ունեցել 25 թվականի հոկտեմբերի 7-ին, 2 հավակնորդ է գրանցվել Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար, 2 հավակնորդների մասնակցությամբ իրականացել է ընտրությունը 1 փուլով, որը իրականանում է փակ գաղտնի քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի կողմից, անդամների ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ, Արմեն Ծատուրյանի օգտին կողմ են քվեարկել 13 անդամներ, մյուս թեկնածուի օգտին 5 անդամներ, արդյունքում մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Միշայի Ծատուրյանը ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով, պետք է ասեմ, որ պարոն Ծատուրյանը երկար տարիներ Վանաձորի բնագիտամաթեմատիկական դպրոցի տնօրենն է եղել եւ դպրոցը մեր լավագույն դպրոցներից մեկն է, որի սաները նաեւ մեծ հաջողություններ են գրանցում միջազգային առարկայական օլիմպիադաներում, օրինակ քիմիայի բնագավառում եւ այս ընթացքում պարոն Ծատուրյանը ցույց է տվել նաեւ անհրաժեշտ կազմակերպչական եւ նաեւ բովանդակային հատկությունները եւ պետք է նշեմ նաեւ, որ քանի որ Վանաձորի պետական համալսարանի գործունեության առանցքը հիմնականում մանկավարժական կրթությունն է, կարևորում եմ, որ այստեղ ռեկտորի պաշտոնում լինի մարդ, ով որ լավ ճանաչում է դպրոցը եւ լավ պատկերացնում է մանկավարժական կրթության առանձնահատկությունները, հետեւաբար առաջարկում եմ հաստատել արդյունքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, համեցեք պարոն Ծատուրյան, ինչ ունեք ասելու կառավարության։ Նստեք։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալություն վստահության համար, հաստատելու դեպքում հնարավորինս կանեմ լավարկելու աշխատանքները Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամում, առանձնակի ուշադրություն դարձնելով կրթական գործընթացների որակի եւ վերջնարդյունքի վրա։ Իհարկե այս ամենը բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ։